Անշարժ գույքի գները նվազում են կամ առաջիկայում սպասել նման զարգացումների։ Պաշտոնական վիճակագրությունը բավական հետաքրքիր պատկեր է ցուցադրում։ Մասնավորապես 2024 թվականի հունվարի համեմատ 25 թվականի հունվարին անշարժ գույքի հետ կապված ընդհանուր գործարքները կրճատվել են 673-ով։ Կրճատվել է նաև մասնավորապես անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվը, 2025 թվականի հունվարին այն նվազել է 254-ով։ Պետք է նշել, որ նվազման այս միտումները նոր չեն, առնվազն նախորդ տարվա տարեվերջից արդեն նկատվում էր որոշակի գործարքների կրճատում 2023 թվականի տարեվերջի նկատմամբ եւ հետեւաբար գոնե այս պահի դրությամբ մենք կարծես թե որոշակի շարունակականության ներքո ենք գտնվում։ Մյուս կողմից այդ կրճատումները բավական կանխատեսելի զարգացում էին եւ դրա հիմնավորումը ուրեմն այն ազդեցությունները եւ գործոններն էին, որոնց ներքո վերջին տարիներին գտնվում էր անշարժ գույքի շուկան եւ որոնցով պայմանավորված ձևավորվեց բավական մեծ ակտիվություն եւ աշխուժություն։ Իհարկե այդ գործոնները մեկը չէ, մի քանիսն են, բայց ամենամեծ ազդեցությունն այնուամենայնիվ կարծում ենք ունեցավ հիպոթեկային վարկավորման շրջանակներում եկամտահարկի վերադարձելիության ծրագրի հետզհետե չեղարկման որոշումը, որը փաստորեն խտացրեց անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ պահանջարկը, առաջացրեց նոր պահանջարկ օգտվելու այդ հնարավորությունից եւ երկրորդ հանգամանքը, որը փոխլրացրեց, մեծապես փոխլրացրեց, դա ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ձևավորված գործոններն էին, որոշակի աշխուժությունը անշարժ գույքի շուկայում, այդ թվում եւս դրսեւորված աշխուժությունը, որը ի վերջո նաեւ որոշակի պահանջարկի ավելացման պատճառ դարձավ։ Գալով արդեն անշարժ գույքի գներին, այսօր գործարքների կրճատումը, առնվազն դրա ներկայիս տենդենսները եւ միտումները իրավունք են տալիս ենթադրելու, որ անշարժ գույքի շուկայում այդ թվում առքուվաճառքի նկատմամբ պահանջարկը կարծես թե թուլանում է։ Իսկ պահանջարկի թուլացումը ամենատրամաբանական եւ որպես առաջին ազդեցություն ենթադրում է հենց անշարժ գույքի գների նվազում։ Ինչ է այս մասին վկայում պաշտոնական վիճակագրությունը։ Այստեղ պատկերը բավական ոչ միանշանակ է։ Պետք է նշել, որ 2025 թվականի հունվարին 24 թվականի հունվարի համեմատ, օրինակ Երևանում, որպես անշարժ գույքի ձեռքբերման եւ այդ թվում անշարժ գույքի գների գեներացիայի գլխավոր կենտրոն, այսպես ձևակերպենք, Երևանում օրինակ 1 քառակուսի մետրի շուկայական արժեքների մասով նախորդ տարվա հունվարի համեմատ էական փոփոխություններ կարծես թե տեղի չեն ունեցել, եթե օրինակ ըստ գոտիականության չասենք, որ որոշ դեպքերում նաև որոշակի աճ է արձանագրվել։ Բայց ներկայիս միտումների համատեքստում, ներկայումս կրճատվող պահանջարկի համատեքստում սա առանձնապես մեծ ցուցիչ չէ, քանի որ հիշենք, որ 2024 թվականի հունվարին հաջորդել է 24 թվականի ողջ տարին եւ հատկապես տարեվերջը, երբ մենք հերթական պիկին ականատես եղանք անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի, ելի պայմանավորված հիպոթեկային վարկավորման շրջանակներում եկամտահարկի վերադարձելիության արդեն վերջնական չեղարկմամբ Երևանում եւ արդյունքում անշարժ գույքի գների կրկին բարձրացման ալիք եղավ։ Եվ հետեւաբար համեմատությունը շատ ավելի պատկերավոր կարող է լինել 24 թվականի դեկտեմբերի նկատմամբ, այսինքն տարեվերջի նկատմամբ։ Տարեվերջի նկատմամբ միջին շուկայական արժեքների որոշակի այսպես միջինացված ցուցանիշում նկատվում է թեկուզ փոքր, բայց դեպի նվազման միտումներ։ Իհարկե պիտի կրկնենք, որ այս վիճակագրությունը միանշանակ չէ, քանի որ Երևանի տարբեր վարչական շրջանների ըստ գոտիականության բաշխման պարագայում մենք ունենք տարբեր վարքագիծ, բայց կարծես թե միջինացված ցուցանիշի պարագայում տեսնում ենք որոշակի նվազման միտումներ։ Բայց եւս մեկ կարևոր հանգամանք այստեղ պետք է հաշվի առնել։ Անշարժ գույքի շուկայի, անշարժ գույքի գների վիճակագրություն եւ իրականություն։ Անկամ սեփական փոքր վերլուծությունը ուրեմն հնարավորություն է տվել բացահայտելու մի իրողություն, որ օրինակ կառուցապատողի կողմից նշված որոշակի շուկայական գինը քառակուսի մետրի եւ այն իրական հնարավորությունը, որով նույն կառուցապատողը պոտենցիալ գնորդին կարող է առաջարկել, շատ հաճախ տարբեր են։ Այսինքն նույն պահանջարկի կրճատումով պայմանավորված կառուցապատողները այսօր ռեալ իրական բանակցությունների պարագայում առաջարկում են այլ գին,
այլ գին, քան ներկայացված է որոշակի հարթակներում, եւ որոնցից էլ ենթադրաբար պաշտոնական վիճակագրությունը ստանում է այդ գների շուկայական արժեքները։ Սա մի հանգամանք։ Մյուս հանգամանքը արդեն անշարժ գույքի գների որոշակի առանձնահատկությունն է եւ հատկապես բարձր գների տևական պահպանվող իներցիան։ Այդ առանձնահատկության հիմքում հանգամանքն է, որ անշարժ գույքի վաճառողը շատ արագ չի հարմարվում փոփոխվող գներին, հատկապես երբ տևական ժամանակ այդ գները բավական բարձր են եղել, եւ հետեւաբար այդ բարձր գների իներցիան որոշակի ժամանակահատվածում պահպանվում է։ Հետևաբար, պահանջարկի ուղիղ ազդեցությունը գնի վրա շատ արագ առնվազն պետք չէ սպասել, նկատելի չէ։ Այստեղ պետք է հաշվի առնել հանգամանքը, որ օրինակ նույն կառուցապատողները, որոնք նկատում են պահանջարկի կրճատում, շատ հաճախ այո գների հետ կապված որոշակի բանակցություններ ենթադրում են, առաջարկում են եւ այլն, բայց շատ ավելի շատ դրսևորման դեպքեր են, երբ գնման այլ պայմանների շուրջ ավելի բարվոք, այսպես պայմաններ են առաջարկում։ Այսինքն, նորից վերադառնալով գներին, այո, գների որոշակի իներցիա պահպանվում է, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ պահանջարկը կարծես թե դեպի կրճատման թրենդի ներքո է, առաջիկայում գուցե միջնաժամկետ կտրվածքով անշարժ գույքի գների նվազում այնուամենայնիվ նվազման ականատես կլինենք։